Էրեբունի բժշկական կենտրոնի ամենափորձառու բժիշկներն էլ են զարմացած Հայաստանում եւ կարծում են նաեւ աշխարհում գրանցված եզակի դեպքից։ Սա արտառոց էր, ասում է հղի կնոջ կեսարյան հատմանը մասնակցած Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան ղեկավար, իր մասնագիտական կյանքում բազմաթիվ բացառիկ իրավիճակներ տեսած բժիշկ Անդրանիկ Պողոսյանը։ Արդեն 45 տարին դրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի պատճառով հղիգինը այդպիսի վնասվածք ստանա, սա ուղղակի բնության աղետի հետևանքով եւ բնության, ասենք, բարձրյալի ոնց որ հրաշք կլինի, որ այդ կինը եւ նորածինը փրկվել են։ Երեխան ծնվել է վնասվածքով, փրկելով մոր կյանքը։ Ճիշտ տակտիկա է եղել, իրանք նորածին հղիգինը տեղափոխվել է սեփական տրանսպորտով, անմիջապես նայվել ու դիագնոզվել է ելնելով կնոջ ուրեմն խոսքերից եւ հերթավոր բժիշկների իհարկե բարձր պրոֆեսիոնալիզմից անմիջապես ընդամենը 2-ից 3 րոպեի ընթացքում արդեն նախապատրաստվել է, բոլոր մասնագետները միասին նայել են ու նախապատրաստվել է վիրահատության։ Կիրակի երեկոյան մայրաքաղաքում սաստիկ քամու ժամանակ Ռուզաննան դուրս է շտապում բակ, երեխային տուն բերելու, տանից դուրս գալն ու դեպքը մեկ ակնթարթ են տևում, իրենց սեփական տանտանիքից պոկվում է ասբեստյա թիթեղն ու հարվածում բակում գտնվող հղի կնոջը, պատռվում են որովայնն ու արգանդը, այս մասին արդեն իր ու երեխայի կյանքին սպառնացող վտանգը հաղթահարելուց հետո հիվանդանոցում պատմում է 23-ամյա Ռուզաննան։ Ուժեղ քամու հետևանքով դուրս է եկել բալիկից ներս տանելու, ինքը դրսում էր, որպես ինքը չվնասվեր, բայց ես իրան չհասա այդ դեպքի ժամանակ տանիքից թիթեղը պոկվեց ու հարվածից ինձ վնասեց, դրա հետևանքով պատրվածք ստացա ու արյան արնահոսությունից մեր հարևանը տեղափոխեց հիվանդանոց։ Անսպասելի ու ծանր վնասվածք ստացած Ռուզաննային ընտանիքի անդամներն ու հարևաններն արագ օգնության են հասնում, ապա նրան սաստիկ ցավերով, պտղաջրերի ու արյան առատ հոսքով շտապ հասցնում հիվանդանոց։ Երրորդ երեխային սպասող կնոջը ողջ ճանապարհին ծանր մտքեր են տանջում։ Դե մտածում էի, որ չի փրկվի, բայց փառք Աստծու շնորհիվ եւ մեր հրաշք բժիշկների շնորհիվ երեխան հիմա ֆակտ փրկված է ու փառք Աստծո, որ ամեն ինչ դեպի լավի է գնում։ Արդեն Էրեբունի բժշկական կենտրոնում կնոջն ընդունելն ու վիրահատելը րոպեներ են տևում։ Հիվանդանոց հասնելուց 7 րոպե անց Ռուզաննան արդեն վիրահատական սեղանին էր, սուր ցավերով, դժվարաշնչությամբ ու ռիսկային վիճակով։ Հղին անմիջապես տեղափոխվել է վիրահատարակ հետևյալ ախտորոշմամբ՝ հղիություն 37 շաբաթական, որովայնի թափանցող վնասվածք, արյունահոսություն, պտղի դիստրես։ 17-20-ին կատարվել է երկայնաձիգ լապարատոմիա եւ դուրս է բերվել մեկ կենդանի անհաս նորածին իգական սեռի։ Այս ընթացքում Ռուզաննայի արյան ընդհանուր կորուստը գնահատվել է 1 լիտր 100 միլիլիտր։ Բժիշկների հոգատար ձեռքը հասցնում է փրկել ոչ միայն մոր եւ երեխայի կյանքը, այլև վերականգնել կնոջ արգանդը։ Այսօր գտնվում է հետծննդյան բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում։ Երբ դուրս կբերվի։ Կարծում եմ մոտ օրերս։ Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, կարծում եմ մոտ օրերս։ Մայրն ու երեխան այժմ տարբեր հիվանդանոցներում են։ Ժամանակից շուտ ծնված փոքրիկը լույս աշխարհ է եկել վնասվածքով, 5 սանտիմետր երկարությամբ խորը պատռվածք ճակատի ձախ շրջանում։ Վերքը պետք է հրատապ կարվեր, ասում է Անդրանիկ Պողոսյանը։ Այդ նպատակով է աղջնակն անմիջապես տեղափոխվում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Թիթեղի սուր ծայրը հասել է երեխայի գլխին։ Ռադիոլուրի հետ զրույցում մանրամասնում է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար, նորածնին վիրահատած բժիշկ Սամվել Սարգսյանը։ Մենք ունենք ոսկրային վնասվածք եւ ներսում ներգանգային նույնպես փոփոխություններ, պաթոլոգիա եւ վնասվածքներ չունենք, բայց կար բավականին մեծ ճակատ կոնքային շրջանի վերք, որը կարվեց, վիրաբուժական մշակում կատարվեց եւ կարվեց այդ վերքը։
Նորածինի վիճակը գնահատում է այժմ ներկայումս բավարար, գտնվում է վերակենդանացում բաժանմունքում։ Մայրն ու երեխան այժմ հաղթահարել են անսպասելի ու չլսված այս վիճակը, այժմ որևէ բարդություն չկա։ Բազմիցս երեխաների պատրվածքների դեպքում միջամտություն ցուցաբերած բժշկի համար սա բացառություն էր այն առումով, որ իր ձեռքերում մի քանի ժամ առաջ ծնված անհաս նորածին էր։ Բացառիկ էր նրանով, որ սովորաբար այսպիսի վնասվածքներ հաճախ ենք հանդիպում, բայց արդեն ծնված երեխաների եւ գուցե ոչ ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում, երբ որ սկսում են քայլել, հարվածում են գլուխը, ընկնում են որևէ տեղ գլուխը հարվածելով, բայց սա բացառիկ է նրանով, որ երեխան դեռևս գտնվելով նոր ակնկալում ներառյալ կյանքում արդեն իսկ ստացել է վնասվածք։ Երեխային մայրը դեռ միայն նկարներով է տեսել։ Իր կազդուրման մասին Ռուզաննան այնքան չի մտածում, որքան փոքրիկին Մարինեին շատ շուտ գրկելու մասին, ոչ տապիտում, որտեղ սպասում են մոր կյանքը փրկած ու հրաշքով փրկված փոքրիկի 3 և 5 տարեկան եղբայրները։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։